Հարգելի Մարկ, հավանաբար տեղյակ եք, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ անկախ ազգությունից յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի եւ դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած ոճիրը։ Արդյոք Facebook-ը պատրաստվում է որևէ բան անել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման համար։ Օրերս Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի առցանց ասուլիսի ժամանակ հայ օգտատերից մեկն այս հարցը ուղղեց սոցցանցի հիմնադրին։ Մեկ ժամ անց հարցն արդեն ուներ 4000-ից ավել հավանում եւ մեկնաբանություն, դառնալով ասուլիսի 10,000 հարցերից ամենադիտվածն ու ամենակննարկվածը։ Սակայն Ցուկերբերգն արդեն էլ չպատասխանեց հարցին։ Ավելին, հարցը ժամեր անց հանվեց Facebook-ի հիմնադրի պաշտոնական էջից։ Սպասելի էր, որ չի պատասխանի Ցուկերբերգը կշրջանցի հարցը, չնայած այն բանին, որ գրված էր, որ Ցուկերբերգին կարելի է հարցեր հղել, այսինքն նշված չէր կոնկրետ ոլորտը։ Նշված չէր, թե կարելի է Facebook-ից կոնկրետ Facebook-ի մասին հարցեր հղել, չգիտեմ, դեռ կապված տեխնիկական խնդիրների հետ կամ չգիտեմ, դեռ առաջարկների հետ, այսինքն զուտ հարցեր, նշված չէր ոլորտը։ Հարցը միակը չէր, որ աղմուկ բարձրացրեց առցանց ասուլիսի հետևողների համար։ Հաջորդը, որ րոպեների ընթացքում հազարավոր հավանումների ու մեկնաբանությունների արժանացավ, կրկին հայ օգտատիրոջ կողմից էր։ Այս անգամ օգտատերը ցանկանում էր իմանալ, ինչու է Facebook-ը Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք համարում։ Նախորդի նման սա նույնպես մեկ ժամ անց հանվեց հարցերի ցանկից։ Հայ օգտատերը կանգ չի առնում, պատրաստվում է նոր ու հստակ պահանջ ներկայացնել Facebook-ի հիմնադրին։ Կարիք կա փոփոխման, այսինքն թեկուզ չգրվի Արմենիա, թեկուզ գրվի որպես նեյտրալ տարածք կամ ոչինչ չգրվի, բայց Ադրբեջան բառը հանվի այդտեղից։ Ակտիվ Facebook-հայերը սա էլ են հաղթանակ համարում։ Ստացվեց նենց, որ աշխարհի տարբեր տեղերից մարդիկ մտնում էին, տեսնեին, թե Facebook-ի հիմնադիրը ինչ գրառում է արել ու ինչ ասուլիս պետք է անի, չէ, հարցերի շուրջ։ Այսինքն հենց առաջին մտնողը տեսնում է ամենաշատ լայք արած կոմենտը բնականաբար, քանի որ դա վերևում է։ Ու հենց մենակ դրա իմաստը արդեն շատ կարևոր էր, որ սաղ աշխարհից դիտողները բուկվալն կապ չունի իրանք մեկնաբանել են, չեն մեկնաբանել, ինչպես են արձակել, բայց տեսել են այդ հարցի բարձրացրած ամենավերևի տողում։ Մարկ Ցուկերբերգի մեկ ժամանոց առցանց ասուլիսին այդ օրը հետևել ավելի քան 1 միլիարդ մարդ։ Գևորգ Դերցյան, Հայ Արփի Միքայելյան, ժամը լրատվական։